Անահիտ Այվազին քիչ առաջ է վերադարձել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից, որտեղ 6 օր է գտնվում է նրա ամուսինը, ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Երևի հացադուլը դադարեցնելուց հետո բավական փոխվել էր։ Հենց նեղ անձնական հարցեր ենք քննարկել, այսինքն ընտանեկան, աշխատանքային։ Գասպարին հացադուլն ու ջրադուլը դադարեցրել է նոր խուս տեղափոխվելուց հետո։ Նախկին խցում ամուսնուն բռնության ենթարկելու մանրամասների մասին տիկին Անահիտը չի պատմում։ Ամեն ինչ նշված է հայտարարության մեջ։ Գասպարին նշել է, այնպես են իրեն ծեծել, որ իր ցավից արձակված գոռոցները լսվել են մինչև 10 մետր հեռավորությունից, մինչդեռ հսկիչները չեն միջամտել։ Ի տարբերություն Անահիտ Այվազիի, փաստաբան Տիգրան Եգորյանին ողջ օրվա ընթացքում չի հաջողվել տեսակցել Գասպարիի հետ, պատճառաբանությամբ թե այլևս նրա պաշտպանը չէ։ Ինչ վերաբերում է Գասպարիի վիճակին, ապա նա դժվարությամբ է կանգնում եւ քայլում, դա ոտքերին հաստված հարվածների հետևանքներն են։ Անահիտ Այվազին երեկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կառավարությունից Գասպարիի անվտանգության եւ ապահովության համար բոլոր անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը պահանջելու խնդրանքով, իսկ այսօր Մարդու իրավունքների պաշտպանը Գասպարիի հարցով դիմել է գլխավոր դատախազին եւ արդարադատության նախարարին։ Տեսակցություններին այդ հարցով նույնպես արդեն պարզաբանումներ են պահանջել արդարադատության նախարարից, նաեւ պարզաբանումներ այդ վատ վերաբերմունքի հետ կապված։ Ազգային ժողովի падգամավորները եւս մտահոգված են Գասպարիի կալանավորմամբ։ Նրա խափանման միջոցը փոխելու համար Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության падգամավոր Էլինար Վարդանյանը ստորագրահավաք է սկսել։ Մի կողմ թողնենք քաղաքական եւ իրավական ձևակերպումները, խոսքը մարդու մասին է, ընդ որում մարդու, որը նաեւ առողջական խնդիրներ ունի։ Երեք արդարադատության նախարարը այստեղ մեր գործընկերուհու հարցապնդմանը հայտարարեց, որ ինքը տեղյակ է, առողջական խնդիրներ չկան, այնուամենայնիվ մենք ցանկանում ենք առողջություն եւ եթե նման անհանգստություն կա, կմիանանք։ Գասպարին մեղադրվում է դատական նիստերից մեկի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եւ դատական նիստի բնականոն ընթացքը խախտելու մեջ։ Իդեպ միջնակալանավայրում է դրա ավտոմատիկայի սարքավորումների իրացմամբ զբաղվող ընկերության աշխատանքները փորձում է կարգավորել կինը։ Չենք կարողանում ինչ որ ինքը պետք է անի մենք անենք, համարի կարող եմ ասել դադարեցված է։ Իսկ Գասպարիի դպրոցական որդին տեղյակ չէ, որ հայրը կալանավայրում է։ Ասում եմ ճամփորդությունը գա, բայց լարվածությունը մնում է իր մոտ, մինչև որ ամեն ինչ իր տեղը ընկնի։